Մի քանի հարցի եմ ուզում անդրադառնալ, երբ որ Մայր Հայաստանի գործընկերները գալիս են այստեղից բարձր տոնով մեզ վրա գոռում են, կամ նստած տեղից անձնական վիրավորանք են հասցնում, պետք է պատրաստ լինեն նույնը ստանալու։ Ես ուզում եմ դիմեմ Մանուկ Սուքիասյանին, դուք անձնական վիրավորական արտահայտություն արեցիք, ձեր սկզբից ելույթում, հուսով եմ կունենաք այդքան տղամարդկություն եւ կասեք կոնկրետ ում է ուղղված այդ վիրավորական արտահայտությունը եւ գոնե ներողություն կխնդրեք այդ մարդուց այդ արտահայտությունը անելու համար։ Գալիս եք այստեղից բռնազավթումից, բռնաճնշումներից եք խոսում, եթե այդպես լիներ, այդ բռնաճնշումները հենց ձեր վրա կաշխատեին, ամեն դեպքում այստեղ ներկա գտնվելու պահին, եթե գործեր բռնաճնշում, կխոսեիք այն, ինչը մենք էինք ուզում, որ դուք խոսեիք եւ կլռեիք ընդհանրապես, այնպես որ եկեք բռնաճնշումներից ընդհանրապես մի խոսեք։ Հաջորդ հարցը, որի մասին ուզում եմ խոսել, մշտապես երբ որ մեզ ասում եք կոռուպցիա, չես իմանում ինչերի մեջ եք մեղադրում, այս դահլիճում կամ ձեր լայվերի ընթացքում Երևանցին, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բնակիչը դրսում իր վրա, իր փողոցում, իր տանը լրիվ այլ բան է տեսնում։ Երևան քաղաքը առհասարակ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե այսպես չի կառուցվել, երբևիցե այսքան չի զարգացել, երբևիցե այսքան անկախ, այսքան ինքնիշխան եւ այսքան խաղաղ չի եղել։ Այլ բան է, որ դուք ընդհանրապես դուք որպես քաղաքային ընդդիմություն կամ ձեր եղբայրները որպես քաղաքական ընդդիմություն այս իրականության մեջ ընդհանրապես չեք տեղավորվում, որտեղ այս իրականության մեջ սահմանին չեն կրակում եւ դուք չեք կարող գաք զոհերից խոսել, չեք կարող շահարկել այդ ամեն ինչը, այդ թեմաները։ Ես գիտեմ ինչ եմ խոսում։ Դուք այդտեղից զարմանքի արտահայտություններ մի արեք։ Ձեր կոռումպացված քաղաքապետին մենք բոլորս տեսանք, ձեր ընտրած կոռումպացված քաղաքապետին Գյումրիում մենք բոլորս տեսանք, թե դուք ում էիք բերել կարգել Գյումրի, ինչ պատուհաս Գյումրիի եւ գյումրեցիների գլխին, նույն բանը երևի ուզում եք անել այլ համայնքներում, չի ստացվի։ Ես այստեղից հենց ուզում եմ դիմեմ Վաղարշապատի բնակիչներին առհասարակ հանրապետության բոլոր բնակավայրերում ապրող մարդկանց, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական պայմանագրիրն է կառուցում, կառուցելու է եւ 2026 թվականի ընտրություններին դուք այդ ամեն ինչ այդ ամբողջ արձագանքը դուք շատ լավ կտեսնեք։ Խոսում եք եկեղեցիներից, Արագածոտնի մարզում վերջերս եկեղեցիներից մեկում հատուկ գործողություններ ուժարային կառույցները հատուկ գործողություն էին անում եւ չգիտես ոնց այդտեղ հայտնվում եք դուք եւ ձեզանից մեկը ուժային մարդը իր աշխատանքն է կատարում, կանգնել ասում է, որ դու ոնց կարձագանքես, եթե ազգյարները իմանաս քո կնոջը, մորը, երեխաներին, չգիտեմ ինչ են անում։ Այսինքն դուք ձեզ այդ ում տեղն եք դրել, դուք ընդհանրապես այդ ով եք, որ գնում եք, խանգարում եք ուժային կառույցներին ու նման արտահայտություններ եք անում։ Չեք տեսել, ոնց որ դուք էլ էիք մասնակցում այդտեղ։ Մի հատ հետ տվեք կադրերը ու տեսեք։ Հետևեք կադրերը ու տեսեք, թե ինչեր էիք դուք խոսում, ու ասում էիք մարդկանց, ովքեր մարտական ուղի են անցել։ Ես կարող եմ ձեր ծիծաղին միանալ եւ ծիծաղել ձեր վրա, որտեւ իրականում շատ ծիծաղել եք, ոչ մի տիպի խոսույթ չունեք ու գալիս եք ստեղ ցնդաբանությամբ եք զբաղվում, այո, հայ առաքելական եկեղեցին մաքրվելու է սրբապիղծներից, տարատեսակ նատաշաներից, այո, մեր համայնքներում այլևս ձեր ընտրած վարդանիկների նման համայնքապետեր խայտառակություններ չեն լինելու, եւ ես ձեզ դա խոսք եմ տալիս կտեսնեք, դուք դա կտեսնեք, ես ոչ մեկին չեմ կալում եմ ձեր ներողություն այն մարդու հասցեին, ումը դուք վիրավորեցիք պարոն Մանուկ Սուքիասյան։